մարդը քաղաքացին ինչպես պետքա ուժեղացնի պետությանը։ Այս հարցի պատասխանը ունենալու համար մենք պետք է վերադառնանք առաջին նախադասությանը, որովհետև այսօր մենք քաղաքացուն մարդուն ուժեղացնելու համար ինչ ենք անում։ Մանկապարտեզ ենք կառուցում, դպրոց ենք կառուցում, չափորոշիչներ ենք ստեղծում, դպրոցները, մանկապարտեզները ապահովում ենք գույքով, ամեն ինչ անում ենք, որ ուսուցչի, դասախոսի, այս դասախոսի աշխատանքին էլ կանդրադառնա, ուսուցչի, դաստիարակի աշխատանքը լինի գրավիչ, այնպես անում ենք, որ ուսուցիչների աշխատավարձի բարձրացումը կամավոր ատեստավորման միջոցով լինի շարունակական, եւ մենք այսօր հաջորդիվ կմտնենք մի ցիկլի մեջ, որ 5 տարին մեկ կամավոր ատեստավորում անցած ուսուցիչը նորից կամավոր ատեստավորում կանցնի եւ նրա դրույքաչափը, օրինակ նախորդ շրջանում մեր ուսուցիչների աշխատավարձը 120,000 դրամ էր, ճիշտ է։ 120,000 դրամ էր, մենք ասցինք կամավոր ատեստավորում անցած ուսուցչի դրույքաչափը կլինի 200,000 դրամ պլյուս ատեստավորման հաղթահարման տոկոսը, որը հաշվարկվում է 200,000 դրամից, ճիշտ է։ Հիմի հաջորդիվ 5 տարի նախորդ, այսօր արդեն ուսուցիչներ կան, որ 3 տարի կամավոր ատեստավորված են, ճիշտ է։ Հենց նրանց 5 տարին կլրանա, ովքեր ուզենան կամավոր ատեստավորվել, նրանց դրույքաչափը կլինի 300,000 դրամ, իսկ հավելումը էլի 30-40 կան 50,000 դրամ արդեն հաշվարկված 300,000 դրամից։ Այսինքն, բայց ես հաջորդիվ մենք նաև բուհական համակարգում ենք բարեփոխումներ անում եւ ակադեմիական քաղաքն ենք ստեղծում, որտեղ իմիջայլոց բավարար առաջադիմություն ունեցող բոլոր ուսանողների համար կրթությունը կլինի անվճար եւ նաեւ ես ուզում եմ, քանի որ հատկապես Շիրակի մարզում այդ հարցը շատ բարձրացվում էր, չնայած մյուս մարզերում էլ, որ մարզերի համար են մարզերում, որտեղ կան բուհեր, մարզերի համար բուհերի գոյությունը կարևոր է։ Մենք նաեւ մեր միջազգային գործընկերների հետ խորհրդակցելով եկել ենք այն եզրակացության եւ նաեւ աշխարհի փորձն ենք ուսումնասիրել եւ պարզել ենք, որ նույնիսկ այս մոդելներում, որտեղ կա ակադեմիական քաղաքի նման բուհե համակարգ, մարզերում նույնպես բուհերի անհրաժեշտությունը առաջանում է հատկապես մանկավարժական մասնագիտությունների գծով եւ մենք հիմա շատ մոտ ենք այն որոշմանը, որ մենք ակադեմիական քաղաքին զուգահեռ կունենանք նաեւ մանկավարժական, հատկապես մանկավարժական ուղղության բուհեր մարզերում, պարտադիր չի, որ բոլոր մարզերում, բայց առնվազն որոշակի տրամաբանությամբ մենք դա կունենանք, բայց մի հատ էլ այսպիսի նորություն կա, որը կապված է մեր կրթության ռազմավարության հետ։ Իսկ նորությունը հետևյալն է. մենք գիտեք, որ հիմա մանկապարտեզներ, 500 մանկապարտեզ կառուցելու հաջորդ փուլում մենք շատ կարևոր ենք համարում, որ մսուրային ծառայությունները լինեն նույնքան հասանելի։ Եվ հետևաբար Հայաստանում մսուր մանկապարտեզները պետքա լինեն այնքան տարածված, նույնքան տարածված, ինչքան որ մանկապարտեզները, որպեսզի մեր երիտասարդ մայրիկները աշխատանքի վերադառնալու կամ աշխատելու հնարավորություն ունենան։ Մեր մտքերի ընթացքը աշխատում է հետևյալ ուղղությամբ։ Այսօր միշտ չէ, որ մանկապարտեզի դաստիարակների համար անհրաժեշտ է բարձրագույն կրթություն։ Մենք մտածում ենք, որ 5 կամ 7, 8 մի ապագայում մի ժամանակում մանկապարտեզի դաստիարակ աշխատելու համար բարձրագույն մասնագիտական կրթությունը կլինի պարտադիր, իսկ այսօրվա մեր մանկապարտեզի դաստիարակների համար անհրաժեշտ չափանիշներով արդեն աշխատանքի հնարավորություններ կբացվեն մսուրային մակարդակում, որովհետև մենք հատկապես կրթությունը ռազմավարություն հայտարարելուց հետո մենք համարում ենք, որ նախադպրոցական կրթությանը ավելի շատ պետք է վերաբերվենք որպես կրթություն։ Իհարկե,
այդտեղ կա մի առանձնահատկություն, որ մենք եւ նախադպրոցական հաստատություններում եւ ընդհանրապես կրտսեր դպրոցում առավել եւս կրթությանը մանկապարտեզի նախադպրոցական կրթությանը պետք է ավելի շատ վերաբերվենք որպես կրթություն, բայց ընդհանրապես հատկապես մանկապարտեզի կրթությանը եւ կրտսեր դպրոցում կրթությանը ավելի շատ պետք է վերաբերվենք որպես խաղ եւ խաղային կրթությունը, ինչպես փորձը ցույց է տալիս, ինքը ավելի գրավիչ է եւ ավելի ուսանելի եւ ավելի ներառական է, այսինքն շատ ավելի հեշտ է երեխաներին կրթության եւ գիտելիքի մեջ ներառել, եթե նրա մեջ կա խաղի էլեմենտ եւ մենք մեր ռազմավարություններով գնում ենք հենց այս տրամաբանությամբ։ Բայց ես իրականում չշեղվեցի իմ հարցից։ Հետևաբար, այս ամեն ինչի արդյունքում մենք պետք է ունենանք ուժեղ քաղաքացիներ, ուժեղ մարդիկ, ովքեր ստացել են այնպիսի կրթություն, ովքեր այդ կրթությամբ կարող են իրենց համար ապահովել բարեկեցություն, բայց մենք ակնկալում ենք, որ այդ քաղաքացիները, ովքեր կրթության բերումով ունեն հնարավորություն ավելի բարեկեցության ավելի բարձր մակարդակով ապրելու, ավելի մեծ հաճույքով կաշխատեն Հայաստանի Հանրապետությունում, ավելի մեծ հաճույքով կվաստակեն Հայաստանի Հանրապետությունում, ավելի շատ կվաստակեն Հայաստանի Հանրապետությունում եւ որպես այս ամենի արդյունք ավելի շատ հարկեր կվճարեն Հայաստանի Հանրապետությունում, որպեսզի հաջորդիվ Հայաստանի Հանրապետությունը կարողանա ավելի շատ ներդրումներ անել կրթության ոլորտում, ավելի շատ ուժեղացնել քաղաքացիներին, որի արդյունքում քաղաքացիները ավելի շատ լավ ապրելու հնարավորություն կունենան, ինչը նշանակում է, որ իրենք ավելի լավ աշխատանք ունեն, ինչը նշանակում է, որ իրենք ավելի լավ են վաստակում եւ ավելի շատ են վաստակում, ինչը նշանակում է ավելի մեծ հաճույքով եւ ավելի շատ հարկեր են վճարում Հայաստանի Հանրապետությանը, ինչի արդյունքում արդեն Հայաստանի Հանրապետությունը 3 անգամ ավելի շատ կարողանում է ներդրում անել կրթության բնագավառում եւ սա է զարգացումը։ Եվ սա է այն շրջապտույտը, որով պետությունը պետք է ուժեղացնի մարդուն, մարդը պետք է ուժեղացնի պետությանը։ Էլ ես չեմ խոսում, ես հիմա կրթության վրա եմ կենտրոնացած, որովհետև կրթությունը ռազմավարությունների ռազմավարություն է։ Բայց այդ նույն ցիկլով մենք կարող ենք ասել, որ այդ ամենի արդյունքում Հայաստանի Հանրապետությունը օրինակ երեխաներին եւ թոշակառուներին ավելի շատ առողջապահական ծառայություններ է կարողանում մատուցել առողջության ապահովագրության շրջանակներում, ավելի որակյալ ծառայություններ, ավելի ընդլայնված, որովհետև դուք գիտեք, այսօր առողջության ապահովագրությունը փակում է ընդհանուր առմամբ առողջապահական ծառայությունների 30%-ը, ճիշտ է ամենապահանջված 30%-ը, բայց այնուամենայնիվ 30%-ը։ Սրա արդյունքում մենք կարողանանք ավելի շատ ճանապարհներ կառուցել։ Հիմա դուք տեսեք հյուսիս-հարավը, արդեն Շիրակի մարզը դուք կտեսնեք ձեր աչքի առած, թե հյուսիս-հարավի վրա կատարված այլ միլիարդավոր ներդրումները ինչպես կփոխեն Շիրակի մարզի կյանքը, տնտեսական կյանքը։ Հեսա Շիրակ օդանավակայանի ակտիվացումը կտեսնեք եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ սա է ամենակարևոր բանաձևը մեզ համար քաղաքացի եւ պետություն հարաբերությունների եւ այս առումով իհարկե մենք ուրախ ենք, որ ավելի ու ավելի մեծ ըմբռնում ենք գտնում Հայաստանի քաղաքացիների շրջանում, հակառակ դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն այսպիսի աճեր չէր արձանագրի։ Ես ուզում եմ էլի ձեր ուշադրությունը հրավիրեմ, որ 2017 թվականի համեմատությամբ 2025 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամտային մասը հարկային եկամուտները ավել է 135%-ով։ Այսինքն պետական բյուջեն Հայաստանի Հանրապետության ավելի քան կրկնապատկվել է։ Այդ նշանակում է, որ բազմաթիվ ծախսեր դուք ձեր աչքի առաջ տեսնում եք, առողջության ապահովագրություն, դպրոցներ, մանկապարտեզներ, ճանապարհներ, լուսավորություն եւ այլն եւ այդպես շարունակ։ Իհարկե նաեւ պակաս կարևոր չեմ համարում ասել, որ
2017-ի համեմատ ավելի քան կրկնապատկվել է գիտության ֆինանսավորումը։ Եվ այսօր գիտության ոլորտում աշխատավարձերի բարձրացումներ մենք ունենք ընդհանուր մինչև 300%, 100-ից 300%։ Եվ մենք պլանավորում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում գիտության ֆինանսավորումը հաջորդ 5 տարվա ընթացքում հասնի համախառն ներքին արդյունքի 1%-ին, այն տրամաբանությամբ, որ այդ 1%-ի հիմնական մասը կապահովի կառավարությունը, բայց մենք ուզում ենք եւ տեսնում ենք դրա ճանապարհը, որ դեպի գիտություն ֆինանսավորում ապահովենք նաեւ մասնավոր հատվածից։